Բարևձեզ Factor TV հյուր ռազմաքաղաքական հարցերով փորձագետ կանագ եւ գլոբալ անվտանգային ճարտարապետությունը մտակենտրոնի հիմնադիր Արմինե Մարգարյանն է, բարևձեզ։ Բարևձեզ։ Ո՞րն է ձեր գնահատականը Հայաստանի եւ ԱՄՆ-ի միջև համատեղ հայտարարության վերաբերյալ Թրամփի ուղի արդեն ընկերության ստեղծման վերաբերյալ։ Հիշում եք օգոստոսի 8-ից հետո բազմաթիվ մտահոգություններ կային, եթե ամենասուր ընդդիմադիր մտահոգություն վերեմ, դա ԱՄՆ-ին միջանցք ենք տալիս Թուրքերին եւ Ադրբեջանին եւ այլ դուք ինչ եք տեսնում։ Նախ այս համատեղ հայտարարությունը կարծում եմ սա կարևոր է շատ ընդգծել, որ հրապարակվեց հենց նույն այն օրը, երբ Հայաստանը եւ Միացյալ Նահանգները դարձան ռազմավարական գործընկերներ մեկ տարի առաջ, խորհրդանշական, այո։ Եվ ինչու եմ սա հենց ընդգծում, որովհետև ցանկացած փաստաթուղթ կարելի է ստորագրել, բայց եթե շարունակականություն չի ապահովում, այսինքն այդ փաստաթուղթը միս եւ արյուն չի ստանում, փաստաթուղթը զուտ մնում է որպես փաստաթուղթ եւ այդպիսի օրինակներ մեզանում ցավոք շատ կան, մասնավորապես երբ խոսքը վերաբերում է Հայաստան-Ռուսաստանին։ Այնպես որ սա ցանկանում եմ ընդգծել երկրորդ, երբ 2025 թվականի օգոստոսի 8-ին համատեղ հռչակագիրը ընդունվեց եւ ըստ էության սահմանվեցին են բոլոր սկզբունքները, հիմնարար սկզբունքները, որոնց շրջանակներում պետք է խաղաղության օրակարգը առաջ մղվի եւ առհասարակ փոխկապակցվածությունը ապահովի, կապուղիները բացվեն, դա էլ դրանից հետո էլ շատ էր մտահոգությունը, օբյեկտիվ նաև կարելի ասել մտահոգությունը, որ այսպես էլ կարող է մնալ եւ դեռ պետք է հասկանանք սա միս ու արյուն ստանում է թե չէ։ Այսօր մենք արդեն ունենք հետևյալ փաստաթուղթը, որը պարզ է, չէ, որ այս փաստաթուղթը ստորագրելու համար կողմերը երկար ամիսներ բանակցել են։ Այսինքն դետալային, բոլոր դետալներով, որքան էլ որ իհարկե դետալները դեռևս պահանջում են ավելի դետալացում, այնուամենայնիվ ընդհանուր պատկերը պարզ է։ Մենք խոսք ունենք այնպիսի մի իրավիճակի հետ, երբ բոլոր գործողությունները, բոլոր գործառույթները Թրամփի ուղու հետ կապված արվելու են Հայաստանի ինքնիշխանության, ուրեմն սուվերենության շրջանակներում եւ սա տեսանելի է թերևս կարծես տասնյակից ավել անգամ փաստաթղթում այս մասին նշվում է այնպիսի տպավորություն է, որ կարծես կողմերը սա շատ ուզել են նշել, որպեսզի այսպես կեղծ, մանիպուլյատիվ մեկնաբանությունների տեղիք չտրվի։ Ես այս փաստաթուղթը դիտարկում եմ առհասարակ խաղաղության օրակարգ առաջ մղելու տրամաբանության ներքո։ Ինչու՞։ Հիշում եք Ռոբերտ, երբ մենք խոսում էինք նախկինում Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի ստորագրման մասին, երբ կողմերը փոխանակվում էին տարբերակներով, մենք անդադ միշտ նույնն էինք ասում։ Լավ, Ադրբեջանը կարող է այդ համաձայնագիրը ստորագրել, բայց որտեղ է երաշխիքը, որ Ադրբեջանը հավատարիմ կմնա համաձայնագրի դրույթներին, որտեղ է երաշխիքը, որ Ադրբեջանը կգնա խաղաղություն կառուցելու ճանապարհով։ Կնեք, շատ լավ հարց ինձ հուշեցիք, որտեղ է երաշխիքը, որ Ադրբեջանը կհամաձայնվի Հայաստան-ԱՄՆ այս հայտարարության Թրամփի ուղու ընկերության սկզբունքների հետ առերեսվել եւ դրանք իմպլեմենտացնել գետնի վրա, այսինքն այստեղ front office է ստեղծվում եւ back office, հետևի ֆոնին Հայաստանի պաշտոնյաներն են արժևի գրասենյակում օտարերկրյա կազմակերպության, որոնք ոչինչ չեն որոշելու, այլ տեխնիկական գործ են անելու։ Որն է երաշխիքը, որ Ադրբեջանը կհամաձայնվի այս լուծման, թե արդեն համաձայնվել է, որովհետև որոշակի քննարկումներ ամեն դեպքում եռակողմից հիշում եմ կա։ Տեսեք, սա Հայաստան-Միացյալ Նահանգներ երկկողմ փաստաթուղթ է, սա վերաբերում է հենց Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքին, այսինքն Թրամփի ուղին վերաբերում է Հայաստանի տարածքին եւ այստեղ ես չեմ կարծում որ մենք պետք է դիտարկենք Ադրբեջանի համաձայնելու կամ չհամաձայնելու հարցը գիտեք որն է, որ նշվում են կարգավորումների մասին, օրինակ զննություն, որ հայ սահմանապահները մաքսավորները պետք է զննեն, եթե կասկածելի հանգամանք են հայտնաբերում եւ այլն։ Ասածս այն է, որ ամեն դեպքում Ադրբեջանը կարող է ընդդիմանալ նկատի ունենք։ Չեմ կարող է ընդդիմանալ, որովհետեւ նորից սա երկում փաստաթուղթ է եւ Ադրբեջանը չի կարող, եթե Ադրբեջանը գործի է սկզբունքներով Ադրբեջանը մեր ճանապարհը։ Այս հարցերի հարցն է։ Կարծում եմ սա հենց այն հարցն է, որը շատ օբյեկտիվորեն մենք պետք է բարձրաձայնենք, բայց սրա պատասխանը ես չեմ կարծում, որ որևէ մեկը հիմա կարող է տալ։ Սա կարծում եմ ժամանակի ընթացքում հենց Հայաստան-Ադրբեջան բանակցությունների արգասիկ պետք է լինի։ Բայց նորից գիտեք, եթե մենք փոքր ավելի համապարփակ ենք նայում,
եւ փաստաթուղթե եւ այս փաստաթղթի նշանակությունը բարձ է չէ որ այդ խաղաղությունը մեկ օրում չես կառուցում բարձ է որ քայլ առ քայլ շատ փոքրիկ քայլերով փոխհստացության ամենապնդման միջոցներ պետք է կառուցվեն այդ ժամանակ իհարկե նպաստավոր պայմանների պարագայում նաեւ որովհետեւ Ես էլ պետք է չբացառենք, որ մենք շատ բան կարող ենք ուզենալ անել, բայց եթե պայմանները օրինակ տարածաշրջանային կամ աշխարհակական նպաստավոր չլինեն, մեզ դա չհաջողվի։ Սա կարծում եմ Ադրբեջանի այդ բանակցությունների արգասիկ պետք է լինի։ Ես երեք մոնիտորինգ էի իրականացնում ադրբեջանական մամուլը, իրենք շատ դրական են որակում այս փաստաթուղթը, բայց սա իրենք դիտարկում են զուտ իրենց համար կապուղիներ ապահովելու տեսանկյունից։ Այսինքն փոխադարձաբար Հայաստանի համար եւ ներքին եւ տարածաշրջանային միջազգային այդ օգուտներ քաղելու հանգամանքը իրենք չեն ընդգծում։ Ես կարծում եմ սա էլ է նորմալ, որ իրենք չեն ընդգծում, որտեղ իրենց հետաքրքրում է այն ինչ իրենք է ստանալու սրանից։ Մեզ էլ պետք է հետաքրքիր լինի այն ինչ մենք ենք ստանալու սրանից։ Այն թե մենք փոխադարձաբար արդեն որպես երկու հարևաններ, որոնք գնում են երկարատև խաղաղության, ինչպես են հարաբերվելու, որ մեկի օգուտը չդիտարկվի մյուսի հաշվին եւ հակառակը, սա արդեն ժամանակի հարց է։ Օրինակ մի կոնկրետ հարց։ Front office, back office այդ համակարգը, որ ներդրվելու է Թրամփի ուղում։ Դա այն մասին է, որ ադրբեջանցիները, ասես առաջին շփման մեջ հայերի հետ չշփվեն, վախ ունեն կամ չգիտեմ, ատում են հայերին, չգիտեմ, ինչ որ վախեր ունեն, ամեն դեպքում ված չի որ մեզնից վախենում են։ Սա իհարկե կատակ չեն ուզում հայերի հետ շփվել, կշփվեն օտարերկրացիների հետ, հետո այդ օտարերկրացիները հայերի, այսինքն որոշակի միջնորդավորվածություն կա, կամ անվտանգային մտահոգություն ունեն, վախենում են իրենց անվտանգությունը ռիսկի տակ դրվի։ Բայց մենք էլ ենք, չէ՞, վախենում, որ մեր անվտանգությունը ռիսկի տակ դրվի Նախիջևանով անցնելիս կամ Ադրբեջանով, Ղազախով դեպի օրինակ Ռուսաստան գնալիս։ Ինչ անել այստեղ։ Տեսեք, սրա մեջ նույնիսկ կարելի է շատ դրական կոմպոնենտներ տեսնել։ Տեսնեք, ինչու։ Որովհետև պատկերացնենք, եթե front office, back office-ում օֆիսը տարբերություն չունի, front office-ում էլ լինում են հայեր։ Այդտեղ եթե լինեն օրինակ ընթացքում որոշակի խնդիրներ եւ դրանք կարող են ծագել, որտեղ այնուամենայնիվ երկու հասարակությունների միջև անտագոնիզմը բարձր մակարդակի վրա է, շատ ժամանակ է պահանջվելու, միջև քիչ-քիչ կարողանանք դրա մակարդակը իջեցնել։ Եթե որևէ խնդիրներ առաջանան back office-ի, front office-ի պարագայում, ապա դա կարող է օգտագործվել Հայաստանի դեմ, առայն որ Հայաստանը խոչընդոտում է խաղաղության գործընթացին, որովհետեւ այս Թրամփի ուղին անմիջականորեն կապում է խաղաղության գործընթացի հետ։ Այսինքն մենք այստեղ նույնիսկ կարող ենք տեսնել դրական կոմպոնենտներ, որտեղ Ադրբեջանը որևէ պարագայում չի կարող բողոքել, թե ինչու է իր բեռնատարը ուրեմն զննման ենթարկում, որովհետև դա մեր օրենսդրության սահմաններում է եւ մենք պարտավոր ենք դա անել մեր սուվերենության եւ այլն, դա մենք պետք է դա անենք, բայց օրինակ եթե front office-ում լինեն հայեր եւ փաստաթուղթը վերցելու ընթացքում օրինակ պատկերացրենք շատ առարկա շատ այսպես կենցաղային մակարդակով ասեմ փաստաթուղթը այսպես ոչ թե դրվի սեղանին այլ այսպես նետվի դա կարող է դառնալ օրինակ վեճի առարկա հաշվի առնելով եւ դա կարող է դրանից կարող է մեկ այլ շատ ավելի գլոբալ խնդիր առաջանալ մանավանդ եթե մենք մտածում ենք որ այնուամենայնիվ Ադրբեջանը փորձելու է օգտագործել որոշակի էլի գործիքներ որպեսզի մեր վրա ճնշում իրականացվի այսինքն այստեղից հետեւություն որ Ադրբեջանի շահերից է նաեւ բխում որպեսզի իր մոտ նմանատիպ կարգավորումներ տեղի ունենան որովհետեւ եթե օրինակ մեր բեռնատարերը կամ մարդիկ հա որոշակի խոչընդոտների վատ վերաբերմունքի խտրականության հանդիպեն սա չէ որ դիտարկվելու է ողջ խաղաղության ուրեմն գործընթացի շրջանակներում իսկ խաղաղության գործընթացի շրջանակներում դիտարկվում է նաև թրիպը իսկ թրիպը դիտարկվում է մի գլոբալ այսպես մեգա պրոյեկտի կապուղիների մեգա պրոյեկտի հա միջին միջանցքի տրամաբանության ներքո որտեղ կա նաև Միացյալ Նահանգների շահ այսինքն սա կարելի է նաև օգտագործել հարվածի տակ կայտնվում է այսինքն Բաքուն եթե այո այստեղ շատ բան մեզանից է կախված այսինքն մենք ինչպես ենք այդ եւ նեգատիվ եւ դրական հնարավորությունները օգտագործելու բայց ես կառաջարկեի որպեսզի մենք իհարկե շատ կարեւոր է որ մենք նման մտահոգություններ բարձրաձայնում ենք օրինակ այնտեղ կա մի հատված որը վերաբերում է նրան որ սկզբունքային հարցերի վերաբերյալ Հայաստանը ունենալու է իր այոն կամ ոչը, հա,
Չնայած 26% մասնաբաժին չնայած դրան, բայց այստեղ հարց է ծագում, իսկ որոնք են այդ սկզբունքային հարցերը։ Այսինքն ես տրամաբանում եմ, որ հետայսու կողմերը թուղթուգրիչը վերցնելու են եւ գրելու են որոնք են այդ սկզբունքային հարցերը։ Այսինքն կան շատ, եթե ոչ շատ լավ, կան որոշ ուրեմն տողատակեր, որոնք դեռ բացվելու իրավական կարգավորումների եւ այլն եւ դա նորմալ է։ Երեք արտաքին գործերի նախարարն էլ երբ խոսում էր այս ամեն ինչի մասին, ասեց սա կարող ենք դիտարկել օգոստոսի 8-ի եւ այսպես այդ արանքում կարող ենք դիտարկել, այսինքն սրանից հետո բնականաբար ավելի դետալացվելու են, եթե մենք հիմա շատ ենք խորանում այդ դետալների մեջ, օբյեկտիվորեն կարող ենք շատ այսպես հարցադրումներ բարձրացնել, բայց դրա հետ մեկտեղ մենք կարող ենք նսեմացնել այս փաստաթղթի նշանակությունը, մի բան, որ մենք շատ ենք սիրում անել։ Մենք չգիտես ինչու չենք ուզում տեսնել լավը։ Դե մեզ մոտ կա այդ տրամաբանություն, որ եթե մենք չենք ստանում հենց հիմա ամեն ինչ եւ ամբողջը հենց հիմա, ուրեմն ոչինչ տեղի չի ունենում։ Ընդ որում մեկը պետք է բերի այդ ամեն ինչը եւ մեզ տա։ Մենք չգիտես ինչու չենք մտածում, որ մենք պետք է աշխատենք, որ այդ ամեն ինչը կամ ամեն ինչի գոնե 50% ժամանակի ընթացքում ստանանք։ Էս էլ է մտածելակերպի բան, որը ներդրված է եղել, կարծում եմ երկար ժամանակ եւ մեր քաղաքական, այս ամեն չկա։ Հետևաբար մեր տնային աշխատանքն է, ինչպես կկարողանանք այս շրջանակը իմպլեմենտացնել։ Պարզ է, չէ, որ Միացյալ Նահանգների հետ ահռելի մեծ աշխատանք է սպասվում։ Նախ բիզնեսի վարման մշակույթի տարբերություն կա։ Խոսենք նույն սահմանների կառավարման մասին, պատկերացնում եք ինչ ահռելի մեծ աշխատանք է մեզ սպասվում, որպեսզի մենք սահմանային կառավարումը բերենք այն տեսքի, որը կհամապատասխանի ամերիկյան, հետևաբար առաջադեմ ստանդարտներին։ Եվ կարող է, որ ամերիկյան կողմը մաքսային անվտանգային սահմանային կառավարման հարցով Հայաստանին աջակցելու է, այնտեղ հնարավորության դեպքում նաև նյութատեխնիկական աջակցության մասն է խոսք գնում, նաև մասնագիտական հեչ վատ չի, որ հայ սահմանապահները այսպես առաջադեմ հնարավորություններ ունենան։ Իհարկե, որտեվ ի վերջո դա մերն է լինելու, մերն է դառնալու, դա մշակույթ է փոխելու եւ ծառայելու է մեր օգտին։ Կամ նույն մասնաբաժինների տարբերությունը 49 տարով դրանից հետո կարող է փոխվել, հա։ Էս էլ ես կարծում սա էլ է օբյեկտիվ, սա էլ է ինչ որ առումով արդար, որտեվ ամերիկյան կողմը ի վերջո ներդրումների առույցի բաժինն է անելու, այսինքն բիզնեսի տրամաբանությունից կարծում շատ օբյեկտիվ են, որ ինքը պետք է ուրեմն մասնաբաժինը իր լինի ավելի մեծ, քան Հայաստանին է, երբ 49 տարի հետո ներդրումները իրենց կարդարացնեն, այսինքն հետ կբերվեն եւ արդեն օգուտը կդառնա շատ ավելի այսպես հաստատուն, կայուն, այդ ժամանակ, այսինքն սա էլ են կողմերը մտածել։ Սա էլ է խոսում, գիտեք, շատ այսպես փող շահավետ մոտեցման մասին, որովհետեւ օրինակ եթե այս կետը չլիներ, որ 49 տարի հետո կարող են, հա, վերանայել այս կետը, մենք կմտածեինք, որ ստատիկ են դիտարկել, փոխշահավետությունը այստեղ մի քիչ տուժում է։ Նկատի ունեմ, եթե շատ ուզենք, շատ ռիսկեր կտեսնենք, շատ ուզենք, կարող ենք դավադրության տեսություններ էլ հորինել, գրել, տարածել։ Օրինակ բեռների զնման տարբերակվա, բեռների տարբերակ, հա։ Դա ինչ է։ Սա էլ ես մեր առաջադեմ մամուլի ներկայացուցիչներից տեսա նման բեռնագրով հոդված, իրապես ես զարմանում եմ։ Օրինակ, եթե Վրաստանից բեռնատար է գալիս Հայաստան, արդյոք բոլոր բեռնատարներն են ֆիզիկական զնման ենթարկվում։ Ես կարծում եմ, որ դա տեղի ունենում են ժամանակ, երբ կան նախադրյալներ, կա մտահոգություն, որ տվյալ բեռնատարը իր մեջ պարունակում է որևէ ոչ թույլատրելի կամ օրինակ թղթաբանությունը տեղին չէ։ Այսինքն նկատում սա էլ է նորմալ է տարբերակված մոտեցումը, բայց քանի որ մեր մոտ Ադրբեջանի նկատմամբ վստահությունը շատ այսպես գրեթե չկա եւ իրենց մոտ էլ մեր նկատմամբ չկա, մենք այս ամեն ինչի տակ տեսնում ենք հենց միայն նեգատիվ։ Ես կարծում եմ սրա վրա է պետք է աշխատել, որպեսզի այդ փոխվստահությունը դառնա գոնե որոշակի առումով շոշափելի։ Տեսեք, Հայաստանի դեմ ռազմական ագրեսիայի վտանգ։ Մենք ամիսներ շարունակ, եթե չասեմ տարիներ շարունակ, ապրել ենք սրանով։ Ընդ որում պատճառը եղել է այսպես կոչված միջանցք զավթելու Ալիևյան ցանկությունը, որի մասին իդեպ ինքը շատ բաց է ասել, այսինքն կարիք չկա այդ խեղճ մարդուն զրպարտել, այո, ասում են մենք ուժով կվերցնենք, հա։
Հիմա ամերիկյան ներգրավումը այսպիսի արդյոք չեզոքացնում է այդ ռիսկը։ Միանշանակ։ Որովհետև տեսեք, երկու տեսանկյունից դիտարկենք ձեր հարցը։ Վերցենք Հայաստան-Ադրբեջան։ Հայաստանը եւ Ադրբեջանը դեռ երկար իրար չեն վստահելու։ Հայաստանը եւ Ադրբեջանը ունեն իրար հետ բախվող ազգային անվտանգության շահեր, եւ սա նորմալ է։ Տարբերակվող ազգային անվտանգային շահեր։ Այդ ազգային անվտանգության սպասարկման սկզբունքները տարբեր են, հաշվի առնելով նաեւ մեր կառավարման մոդելների, այսինքն մենք ցկտում ենք կայուն ժողովրդավարության, իրենց մոտ կարծես թե ավտորիտարիզմը ավելի է խորանում եւ այլն եւ այլն։ Հիմա այս ամեն ինչի շրջանակներում, այս ամեն ինչ երբ որ պատկերացնում ենք, ինչպես անել, որպիսի ժամանակի ընթացքում Հայաստանը եւ Ադրբեջանը կարողանան կողք կողքի ապրել, որն է այդ առաջին քայլը։ Ես կարծում եմ, որ առաջին քայլը դա այն է, երբ մենք ուղղակի իրար չենք ուզում ոչնչացնել ֆիզիկապես։ Ընդգծում եմ ֆիզիկապես։ Այսինքն մենք չենք ուզում իրենց սպանել, իրենք մեզ չեն ուզում սպանել։ Որտեղ նույն վրացիների հետ էլ մենք ունենք շատ տարաձայնություններ, բայց չգիտես ինչու, երբ մենք վրացիների հետ մեր տարաձայնությունները քննարկում ենք, մենք կարող ենք տարբեր գործիքներ եւ իրենք կարող են տարբեր գործիքներ դիտարկել, բայց այդ գործիքների շարքում չկա մեկը մյուսին ոչնչացնելը ֆիզիկապես, պատերազմելը մեկը մյուսի դեմ։ Հիմա ինչպես անել, որպեսզի դա իրականություն դառնա։ Աշխարհում ընդունված եւ առհասարակ կա մի շատ հոյակապ մոդել Եվրոպական միությունը։ Ստեղծվում են փոխկապակցվածություններ այնքան, երբ պատերազմելը մեկը մյուսի դեմ շահավետ չէ։ Եվ կներեք պատերազմ, որը խանգարելու է մեր պարագայում հայ-ադրբեջանական այսպես բախումների պատերազմ, ամերիկյան տնտեսական եւ երկրորդը դրան եմ ուզում գալ։ Երկրորդը դրան եմ ուզում գալ։ Մենք բախվելու ենք։ Այո։ Հիմա սա կարծես թե հասկանալի էր, բայց միշտ այդ հարցը առաջանում էր, լավ, բա ինչպես կարողանանք ապահովել, ինչպես կարողանանք երաշխավորել, որ այս ամեն ինչի իրականություն դառնա, այդ տնտեսական փոխկապակցվածությունը, մանավանդ երբ Ադրբեջանը այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի այդ թեզն էր առաջ մղում, հա։ Հիմա երբ այստեղ է գալիս արդեն Միացյալ Նահանգները իր շահերով, եւ փաստաթղթի մեջ հստակ նշվում է, թե Միացյալ Նահանգները ինչ շահեր է հետապնդում, ես մեր ունկնդիրներին խորհուրդ կտամ այդ մասը հատկապես կարդալ, որովհետև հարցը շատ է միշտ հնչում, իսկ Միացյալ Նահանգները ինչ շահեր ունի, Միացյալ Նահանգները դիտարկում է իր առհասարակ շուկաների ընդլայնում, հնարավորությունների մեծացում եւ այլն, այսինքն ամբողջովին տնտեսական բաղադրիչ է։ Իր մեջ ներառում Միացյալ Նահանգները։ Դա չի որ աշխարհաքաղաքական շահ չունի այս ամեն ինչը։ Միանշանակ, բայց տնտեսականը այդ գործիքն է, որով ինքը իր աշխարհաքաղաքական շահերը պետք է սպասարկի։ Այսինքն իր առաջնային նպատակը դա տնտեսական կոմպոնենտն է։ Հիմա եկեք պատկերացնենք պատերազմ բռնկում Ադրբեջանի հարցակում, հա, որը կասկածի տակ է դնելու ԱՄՆ-ի այդ ձեր ասած տնտեսական եւ աշխարհաքաղաքական շահերը, թե կասկածի տակ չի դնելու։ Չէ՞ որ մեր բոլոր այսպես վտանգավոր սպասումները հատկապես Սյունիքի ուղղությամբ են, հուսամ մարդիկ չեն մոռացել դա, միջանց գրավելու, այսպես սպառնալիք կա ռեալ, ինչ եք մտածում այս հարցով։ Ես գրեթե բացառում եմ նման սցենարի որևէ զարգացում, որովհետև դա առաջին հերթին ձեռնտու չի լինելու Ադրբեջանին, սկսենք նրանից, որովհետև Միացյալ Նահանգները այս փաստաթղթով եւ այս պրոյեկտով համարում է չի կոչվում երաշխավոր, բայց դառնում է այդ ակտիվ ներգրաված կողմը, այսինքն իր համար սա նաև իմիջային հարց է, որտեվ սրանով նաև ինքը ընդգծում է, որ փոխկապակցվածությամբ կարելի է գալ կայուն խաղաղության, հա, այնտեղ այդպիսի հատված էլ կա փաստաթղթում ընդգծված։ Եվ Միացյալ Նահանգները այստեղ բերում է իր ֆինանսը։ Իսկ եթե մենք խոսում ենք նրա մասին, որ Միացյալ Նահանգները այստեղ իր գումարն է բերում, մենք խոսում ենք տնտեսական անվտանգության մասին։ Այսինքն երբ օրինակ պատկերացրեք մի սցենար, երբ 44 օրյա պատերազմի ընթացքում Հայաստանը կարող էր լեգիտիմ թիրախ համարել Ադրբեջանի տարածքում գործող որևէ ռազմավարական նշանակության ենթակառուցված նավթագազամուղ, ասենք։ Օրինակ պատկերացնեք դա ինչ, այսինքն որն է լինելու մեր հաշվարկը։ Մենք տասնամյակներ շարունակ սպառնում ենք։ Այո, որն է լինելու մեր հաշվարկը։ Այսինքն մենք պետք է հաշվարկ անենք, չէ, հասկանանք, լավ, շատ լավ։
հարվածեցինք օրինակ, ոչնչացրեցինք ինչ որ մի հատված, բայց դրա փոխարեն մեզ ինչ է սպառնում, եթե այնտեղ կա օրինակ Մեծ Բրիտանիայի շահը կամ չգիտեմ, Միացյալ Նահանգներ, Չինաստան եւ այլն, այսինքն մենք նաեւ այս պետությունների հետ պետք է խոսենք, չէ՞, որտեղ այնտեղ իրանց շահն է։ Այսինքն Թրամփի ուղու արժեքը այդքան բարձր է մեզ համար զուտ անվտանգության անուղղակի սպասարկման իմաստով, այսինքն նախագիծ, որը կկանխի նման սցենարը։ Ես կարծում եմ ավելին է, քան մենք այս պահին պատկերացնում ենք, որտեվ մենք իհարկե բոլորս կուզեինք, որպեսզի մենք ոչ թե ապրենք այս տարածաշրջանում, այլ ապրենք օրինակ Բոսֆորի նեղուցի այսպես հնարավորությունները օգտագործեինք, sense անմիջականորեն եւ այս ամենը շատ կուզեինք, բայց մենք ունենք այն ինչ ունենք եւ ունենք այն հարևանները, որ ունենք։ Կամ մեզ համար մի տեղ գտնեն Պիրենեյան թերակղզիները։ Այո, եւ այն, որ մենք տասնամյակներ շարունակ սովոր ենք եղել փակ սահմաններով ապրել եւ այսպես գիտեք դա մեր համար նորմալ է դարել, դա չի նշանակում, որ դա նորմալ է եւ ամենևին չի նշանակում, որ եթե մենք օրինակ 44 օրյա պատերազմից առաջ այս պրոյեկտը գծվեր, մենք կարող ենք ունենալ հիմա լրիվ այլ պրոյեկտ, այսինքն լրիվ այլ հնարավորություններով, բայց եկեք չմոռանանք, որ այս պրոյեկտը իրականություն է դարձել 44 օրյա պատերազմից հետո, մենք ջախջախիչ պարտություն ենք կրել 21 թվականից հետո, նաև 22 թվականից հետո, այսինքն մենք սա էլ պետք է հաշվի առնենք։ Ի վերջո պետք է հաշվի առնենք նաև այն, որ Թուրքիան Հայաստանի հետ լիակատար հարաբերությունների կարգավորումը դիտարկում է Հայաստան-Ադրբեջան խաղաղության օրակարգի իմպլեմենտացման շրջանակներում, այսինքն ինչպես որ տեսանկյունից էլ որ մենք նայում ենք, հասկանում ենք, որ այս փաստաթուղթը ավելի շահեկան է, հետո մի բան էլ եմ ուզում ասել, գիտեք, բանակցային թեորիան, ես թեորիա այդքան չեմ սիրում, անկեղծ ասած, բայց որոշակի թեորիաներ կան, որոնք հոյակապ, այսպես կարելի է տեղավորել մեր իրականության մեջ։ Բանակցային մեթոդաբանության մեջ կա այսպես մի թեորիա, երբ դու բանակցում ես, դու պետք է ունենաս քո այլընտրանքը։ Այսինքն, եթե քեզ առաջարկված տարբերակը դու չես ընդունում, ուրեմն քո այլընտրանքը ավելի լավը պիտի լինի, քան քեզ առաջարկված տարբերակը։ Եթե ինքը ավելի լավը չի, քան քեզ առաջարկված տարբերակը, ուրեմն կամ դու ստատուս քվո ես պահպանում, չես ընդունում դա, իսկ եթե ստատուս քվո ես պահպանում նշանակում է պետքա նաև հաշվարկես, կարող է ժամանակի ընթացքում այդ ստատուս քվոն քո դեմ աշխատի։ Պարզա չէ, մենք հետ ենք գնում, ոնց որ մի քիչ հիշում ենք ինչ էր կատարվում։ Հա, այսինքն սա էլ պետք է հաշվի առնել։ Դե Թրամփի ուղու այլընտրանքը նոյեմբերի 9-րդ կետի ռուս-ադրբեջանական այո, հիմա եկեք հասկանանք ինչ էր իրենց ներկայացնում, այսինքն իբորն է տարբեր։ Եվ համեմատենք, իդեպ կներեք ինչու համեմատենք, որովհետև Հայաստանում այսօր կան քաղաքական ուժեր, որոնք ասում են մենք պետք է վերադառնանք նոյեմբերի 9-ի 9-րդ կետին, դա արցախցիներին հետ տանելու միակ շանսն է, այսինքն բացեք Լաչինի միջանցքը, այո, մենք տանք այդ ճանապարհը, ռուսական ԱԴԾ կանգնի եւ այլն, արցախցիներն էլ կվերադառնան։ Հիմա եթե որևէ մեկը կարող է ասել, թե այստեղ որտեղ է Հայաստանի սուվերենությունը, ես փորձեմ դիտարկել։ Բայց համեմատենք նրա հետ ինչ որ չստացվեց նոյեմբերի 9-ով եւ ինչ որ ստացվեց Թրամփի։ Շատ լավ, խոսքը վերաբերում է նրան, երբ ռուսական կողմը առաջարկում էր մեղմ բառ եմ օգտագործում, ցանկապատել այն ուրեմն երկայնք եկեք ասենք օտարել էլի Հայաստանից ցանկապատել ներողություն, ցանկապատել ինչ է, դա արդեն նշանակում է օտարել, վերահսկողություն իրականացնել, հա, լիակատար, այսինքն այստեղ մենք որևէ սուբյեկտայնություն չենք ունենալու, ընդ որում սա միայն գիտեք միայն այդ ճանապարհին չէր վերաբերում, սա նաև վերաբերում էր Հայաստանի առհասարակ սուբյեկտայնությանը, առհասարակ սուվերենությանը, որովհետև այդ պարագայում շատ ներողություն որևէ արևմտյան եւ ոչ միայն արևմտյան, առհասարակ որևէ պետություն ինքը չէր բերի այստեղ ներդրումներ չէր անի։ Ինքը կաներ միայն այն դեպքում, եթե դա արվելի է ռուսների միջոցով եւ ռուսների համար է դա աշխատելու։ Այսինքն դու այստեղ որպես սուբյեկտ գոյություն չէր ունենալու, դու լինելու էր ուղղակի ինչ-որ մի տարածք, որտեղ ռուսական կողմը իր շահերի իմպլեմենտացման համար որոշակի պրոյեկտներ էր իրականացնելու։ Մենք վերջնականապես խուսափեցինք այդ վտանգից, կարծում եմ։ Այո, մենք դրանից արդեն նույնիսկ կարող եմ ասել տևական ժամանակ է, որ խուսափել ենք, արտաքին գործերի նախարարն էլ ընդգծեց, որ TRIP-ի հենց լոկացիան, այսպես ասենք, լոկացիայի շրջանակներում այսպես որևէ ձև չի դիտարկվում Ռուսաստան եւ այլն, այսինքն TRIP-ը դա հայ-ամերիկյան երկկողմ է, բայց TRIP-ը ավելի գլոբալ մակարդակով
տարածելու համար ռուսները, այսինքն սրանից էլ չպետք է խուսափենք, բնականաբար, բայց նկատի ունեմ, ես չեմ բացառում իհարկե, որ ինչ-որ բանի կարող ռուսներն էլ ուզեն որևէ ներդրում անել, բայց այստեղ էլ մենք ունենք մեր որոշիչ ձայնը, չէ՞, այսինքն մենք պետք է մեր խոսքը ասենք, ես կարծում եմ, որ սրանք հարցեր են լինելու, որոնք այն լիստը, որ ասեցի, որ պետք է նստեն գրեն, թե սկզբունքային հարցերը որոնք են, այդտեղ նաև այդ սկզբունքային հարցերի մեջ էլ է լինելու։ Բայց հետաքրքիր է նաև Ռուսաստանի վարքագիծը։ Հայաստանի վարչապետը, ես հիշում եմ, որ ժամանակ առաջ ասում էր, այն ինչ որ անում ենք ԱՄՆ-ի հետ, այս կարգավորումները եւ այլն, առաջարկել ենք Ռուսաստանին չեն համաձայնել։ Այ ռուսական այդ մաքսիմալիզմը, էլի, այսինքն այն բանի հետևանքով, որ իրենք հրաժարվում են հարգել Հայաստանի ինքնիշխանություն սեփական տարածքի նկատմամբ, կորցնում են ամեն ինչ։ Տեսեք, Հայաստանի Հանրապետության վարչապետը այդ առաջարկը կարող էր անել Ռուսաստանին այն ժամանակ, երբ մենք արդեն ոտքի էինք կանգնել, որտեղ այդ առաջարկը օրինակ 21 թվականին ռուսերին չէր հնարավոր չէր լինի այդպես անել, որովհետև Փաշինյանը խնդրում է ռուսներին, որ զորքեր տեղական Հայ-Ադրբեջան։ Այո, որովհետև այնտեղ լրիվ այլ էր։ Իսկ ռուսները այդ մոտեցումը էլի ինչու Հայաստանին չդիտարկել գործընկեր, այլ մի տարածք, որը պետք է անի այն ինչ որ իրենք ուզում են եւ այդ բանաձևը չի գործում, հետո Սոլովյովը սպառնում է ինչ-որ ռազմական, չգիտեմ, միջամտությամբ, իսկ միգուցե իրենց հայացքը փոխեն, էլի։ Չէ, դե նորից էս ազգային անվտանգության ռազմավարությունների սպասարկման սկզբունքների տարբերությունից է բխում։ Իրենց մոտ ավտորիտար մենեջմենտն է դոմինանտը, այսինքն իրենք չեն դիտարկում փոխշահավետության տրամաբանության ներքո, իրենք դիտարկում են, որ սա իմն է, իմ ազդեցության գոտին է, հետևաբար դու չես որոշում, ես ինքս եմ որոշում եւ ես ինչ կասեմ, այդպես է լինելու։ Բայց հետո իրենք դուրս են մղվում, սկսում են սպառնալ, իսկ կլինի այնպես անենք, որ դուրս չմղվեք, էլի, չգիտեմ։ Դե, հարգելի Ռոբերտ, կարծում եմ ռուսները մի տաղանդ ունեն, որը գերազանցել հնարավոր չէ, երբ թե որևէ մեկին դա դեռ չի հաջողել։ Իրենք կարողանում են հոյակապ կերպով իրենց դեմ տրամադրել բոլոր այն ժողովուրդներին, որոնք տրադիցիոն, պատմականորեն միշտ ոչ միայն եղել են լոյալ, այլ նաև իրենց վերաբերել են որպես ավելի քան եղբայրաբար։ Իրենք դա կարողանում են անել, դա իրենց մեծագույն տաղանդն է։ Տրամադրել իրենց դեմ։ Նույնը արվում է Ուկրաինայում, Վրաստան, Մոլդովա, Հայաստան, այսպես շարքը կարելի է հնարավորինս ընդլայնել։ Սա էլ այդ նախկին իմպերիայի երևի թե տրամաբանությունը եւ իհարկե նաեւ կոռուպցիան, որովհետեւ սա էլ պետք է նաեւ հաշվի առնենք։ Հիմա պատկերացրեք, օրինակ Միացյալ Նահանգների հետ աշխատելով իրենց մշակույթը պետք է բերենք, չէ՞, մենք այստեղ լավն է իրենց մշակույթը։ Լավն է, չէ՞։ Այսինքն սովորելու ենք, չէ՞, իրենցից։ Ռուսներից ինչ ենք սովորելու։ Ինչ կար սովորելու։ Ես դեմ եմ ալկոհոլիզմին, Տիկին Մարգարյան։ Բայց դե նրանք ՌԲԿ-ն մի հրապարակում էր արել իր աղբյուրներին հղում անելով, որ Պուտինի աշխատակազմից Հայաստանում ռուսական փափուկ ուժի առաջմղման նպատակով $100 միլիոն Ռուսական փափուկ ուժ արդեն արտահայտությունը շատ էսպես Դե միգուցե նրանց հաջողվի մեզ համոզել, որ Հայաստանն էր մեղավոր Արցախի բռնի տեղահանության մեջ։ Ներեցեք, բայց Սոլովյովի վերջին այդ խոսքերից հետո ես կարծում եմ, որ իրենք այդպես էլ չեն հասկանում, թե ինչ է կատարվում իրականում։ Ինչու չեն հասկանում, թե հայ հասարակությունը իրականում ինչ է մտածում, ինչ ապրումներ, զգացումներ ունի, չգիտեմ, այն նախկին քարոզչության տակ մնացող հասարակությունը չի, որ եղբայրություն, չգիտեմ, ժապավեններ եւ մի քիչ ավելի աչքներս բացվել է, էլի, այտենց սկսել ենք փաստերն ուշադրություն դարձնել, ոչ թե կենացնել։ Տեսեք, այստեղ տիգնակ ժողովրդավարության դաշտ, ուղիղ։ Դու երբ այդ ժողովրդավարությունը սկսում ես կառուցել քո երկրի ներսում, դու սկսում ես հասկանալ ինչ է ներառականությունը, սկսում ես հասկանալ ինչ է այլակարծիքությունը, սկսում ես հասկանալ, որ համոզելու համար, որ այս քաղաքականությունը լավն է, պարտադիր չէ ուժի սպառնալիք կիրառել,
կարելի ուղղակի աշխատել եւ աշխատանքի արդյունքով ապացուցել, որ սա կարծես թե վատ բան չէ։ Հիմա եթե այո, հիմա եթե դու քո երկրի ներսում դա չես կարողանում անել, որտեվ նորից քո ազգային անվտանգային ռազմավարությունների սպասարկման սկզբունք որպես այդպիսի սկզբունք չկա։ Քո գործիքակազմում այդ սկզբունքը գոյություն դու դա չես հասկանում։ Ինչպես եթե դու քո երկրի ներսում չես անում, դու ոնց կարող ես Ո՞վ ինչի, այդա չգիտեմ, իրապես չեմ կարող։ Քարոզչության վրա ինչ-որ մեդիաների քարոզչության վրա նորից, բայց ինչն եմ, եկեք հասկանանք, օրինակ հետաքրքիր ինչն է վարկաբեկելու։ Դե Հայաստանի թրքասման նարատիվը կա, որ Թրամփի ուղին եկավ, ուրեմն մենք թրքանում ենք կամ, չգիտեմ, Եվրամիություն գնալը դա, չգիտեմ, ոնց ավանդական արժեքներին դեմ է։ Մեղմ ասացիք, այո։ Մի խոսքով պետք է մնալ ռուսական հովանու տակ, որ հայ ազգային ավանդական արժեքները պահպանվի։ Հայուգենը պահպանվի։ Կարծում եք մեզ կհամոզեն այդ 165 միլիոն դոլարով դա։ Կարծում եմ, որ շատ իզուր որ այդքան գումար էս նեղ իրավիճակում, որովհետև իրենց մոտ էլ ֆինանսական չէ, դա սուղ վիճակ է, շատ իզուր են ծախսում, որովհետև դա չհաջողվելու։ Իհարկե, այստեղ եթե ավելի լուրջ վերաբերենք այս հարցին, իհարկե մենք գործ ունենք հիբրիդային սպառնալիքների հետ, մեզանում իհարկե հիմա շատ բաներ են հիբրիդի տակ դրվում, սա էլ լավ չէ, որովհետև այդ պարագայում մենք հիբրիդի կարևորությունն ենք մի փոքր նսեմացնում եւ հիբրիդի դեմ պայքարելու գործիքներն էլ ենք մի փոքր այսպես ընդլայնում, հա, որը այդքան էլ ճիշտ չի, բայց այնուամենայնիվ այն որ մինչև 2026 թվականի ընտրությունները մենք ուղղակիորեն ենթարկվելու ենք հիբրիդային ոչ միայն սպառնալիքների, այլ նաև հարձակումների եւ այդ հարձակումները արդեն կան, սա իրողություն է։ Հիմա սրա դեմ պայքարելու իհարկե մենք կարող ենք նաև ապավինել մեր ժողովրդի գիտակցության վրա եւ այլն, բայց սրանով միայն բավարարվել չի կարելի, այստեղ ամուր պետական ինստիտուտներ են պետք, մամուլը նաև անաչառ մամուլը, անկախ մամուլը պետք է այն մամուլը, որ այդ գումարից չի օգտվելու, այսպես հա, այդ մամուլը պետք է նաև շատ ակտիվ լինի, քաղաքացիությունը հնարավորինս իրազեկման աշխատանքներ, ես հիմա տեսնում եմ, որ քաղաքացիության դաշտում շատ կազմակերպություններ, այդ թվում նաև մեր կազմակերպությունը իր բոլոր ուժերը ուղղում է հենց հարային իրազեկման աշխատանքներ իրականացնելու վրա, որպեսզի մարդիկ հասկանան, թե ինչ է իրենց այդ հիբրիդը ոնց է աշխատում։ Ընդ որում մենակ ձեր ասած օրինակները չեն։ Տեսեք, օրինակ ես օրինակը բերեմ, որ պետք է ուժեղ բռունցք։ Դու գիտեք, որ օրինակ էստոնական մոդելով, երբ իրենք սկսել են պայքարել իրենց դեմ հիբրիդի իրականացվող հիբրիդի դեմ, իրենց համար այդ ինդիկատորը, որ սա շատ լուրջ հենց ժողովրդավարության դեմ պայքարը, եղել է այդ ուժեղ բռունցքի նարատիվը, որ ոչինչ ավտորիտար թալանչի մեզ ուժեղ բռունցք է պետք, մեզ մի հատ մեկ ազգանուններ են չէ տրվում, ասում են մեզ մի հատ ինչ որ ազգանուն է տրվում, սա պետքա լինի, որ գա ամեն ինչ կառավարի, ամեն ինչ տեղը գցի, հա, սա այդ հիբրիդի շրջանակներում պետականակայքայիչ եւ ժողովրդավարությունը կասկածի տակ դնող նարատիվների նարատիվն է, այդ ուժեղ բռունցքը, սա ինչի եմ ընդգծում, որ չկա այդ ուժեղ բռունցք, ես ուզում եմ մեր ունկնդիրները պատկերացնեն, գոյություն չունի, սխալ բան է այդ ուժեղ բռունցքը, ոչ, պետք է ուզեն ցանկանալ, ձգտել, ձևավորել ամուր ժողովրդավար ինստիտուտներ, որոնք ունենան կարողություններ կանխատեսելու, որ հիբրիդը գալիս է, այսինքն տեսնել արդեն, որ այսա ոնց որ թե այստեղից կարողանան դրան դիմակայել, լուծել այդ խնդիրը եւ բացի լուծելը կարողանան դրանից օգուտներ քաղել, այսինքն գիտելիք ձեռք բերել եւ ներդնել քաղաքականությունների իմպլեմենտացման մեջ, այսինքն ինչ որ քաղաքականություն է մշակում, այդ փորձը մենք արդեն ունենք, բերեցինք դրեցինք ստեղ, վերջ այստեղ մենք արդեն զինված ենք, որտեղ մենք մեզ էլ դա չի կարող սպառնել, որտեղ մենք արդեն դա գիտենք։ Իմունիտետ ձևավորել։ Բայց հիբրիդն էլ էլի այնպիսի մի բան է, որ ինքը շատ բազմաշերտ է, արագ զարգանում է։ Օրինակ ես հիմա նայում եմ, մեր մոտ շատ կա այդ բանը, որ մենք Մոլդովայի փորձ եւ այլն, ես դա էլ չեմ կարողանում հասկանալ, Մոլդովան դեռ ժամանակ էլ չի ունեցել իր փորձը վերլուծելու, հասկանալու, հա, իրենք
որոշակի ունեն պատկերացում, թե ոնց են կարողացել դիմակայել այդ ռուսական հիբրիդային գործիքակազմին, բայց թե համապարփակ առումով դեռ իրենք էլ չեն, եւ հետո այն կողմը, որը Մոլդովային ենթարկել է հիբրիդի եւ դա չի աշխատել, ինքը հիմա մեզ այլ գործիքներով է ենթարկել։ Նույն գործիքները։ Հա, դրանով է հենց հիբրիդը, որ ինքը միաժամանակյա մի քանի գործիքներ եւ այդ գործիքները որն էլ օգտագործեց, ասենք օրինակ 6-ից 3-ը օգտագործեց միաժամանակյա, ինքը հաջողելու է։ Որովհետև շատ է գործիքակազմի, միաժամանակյա, սա էլ պետք է ընդգծեմ, միաժամանակյա։ Հիմա թե ռուսները ինչ են, ռուսական կողմը ինչ է պատկերացում, ժողովրդավարության դեմ հարձակում պետք է լինի, կարծում եմ, եսա պետք է տարվի այո այդ թրքացման, այսպես կոչված թրքացման ուղղությամբ, որ այդ տրիպը կլինի, այո տրիպը կլինի, այո կգան եւ այլն եւ այլն։ Վերջերս ես մի աշխատանքային գործողում ունեի Ստամբուլ, սա առաջին անգամ էր, երբ Ստամբուլ էի գնում, չգիտեմ եղել եք թե չէ։ Ես կարծում եմ, որ շատ կարևոր է, շատ կարևոր է Ստամբուլը։ Ես կարծում եմ, որ շատ կարևոր է գոնե մեկ անգամ գնալ Ստամբուլ, օդակայանից գնալ դեպի քաղաք, անցնել այդ Բոսֆորի, տեսնել այդ ինչպես է Ասիան, Եվրոպան, այսպես գալիս են իրար, միանում են, տեսնել միայն Ստամբուլը 18-ից 19 միլիոնանոց բնակչություն եւ հասկանալ, թե ինչի ենք մենք այսօրին։ Ադապտացվելը շատ կարևոր է։ Ադապտացվելը մեր համար շատ կարևոր է։ Եթե չադապտացվեցինք, որևէ բան մեր մոտ չի ստացվելու։ Ես իհարկե հասկանում եմ, հիմա ես ելիք դառնամ թուրքական շահերի սպասարկող, բայց այնուամենայնիվ մենք ունենք այն ինչ ունենք, սա է մեր տարածաշրջանը, այստեղից որևէ տեղ չեն գնալու, Թուրքիան չի գնալու, Ադրբեջանը չի գնալու, կարող ենք խելացի քաղաքականություն վարենք, Միացյալ Նահանգների, հիշում եք մի ժամանակ մենք ինչ էինք անդադ ասում, մեր հիմնական նպատակը հնարավորինս արևմտյան ներկայություն ապահովելն է տարածաշրջանում, որի դեմ պայքարում էին հենց ռուսները եւ ադրբեջանցիները։ Հիշում եք իրենք այդ իրանց Հետո Ադրբեջան հարկադրված եղավ։ Այո, որովհետև շատ արագ հասկացավ։ Ինչու, որովհետև Ադրբեջանը շատ արագ ադապտացվեց, ինքը հասկացավ, որ ինքը սրանից կարող է օգուտներ քաղել, հա։ Հիմա մենք դա կարողացել ենք անել, քաղաքացիական առաքելություն ունենք ԵՄ, տրիպը Միացյալ Նահանգների ներկայություն, տասնյակից ավել արդեն ռազմավարական գործընկերություններ, եկեք աշխատենք, եկեք միասին աշխատենք, այս ամեն ինչի միսոարյուն դարձնենք, ոչ թե ենթարկվենք քանի միլիոն ասեցիք 100 ռուսական 160, չգիտեմ, ինչքան միլիոն դոլար 160 միլիոն դոլարի գայթակղության։ Շնորհակալություն Տիկին Մարգարյան, Factor TV-ում հյուրընկալել ենք Արմինե Մարգարյանին։